Նարե։ Ինչ է եղել։ Ինչ անում սա ստեղ։ Պապ, Սոնան է մեր տուն եկել։ Սոնան հիմա ստեղ է։ Հա։ Ես ներքևում կսպասեմ։ Բայց ձեզ ասում էի չէ։ Ասում էի, որ պետք չի թաքուն անել։ Ռամես հարցը պիտի լուծի։ Ես լակոտի ներկայությունը կուլ տվողը չեմ հաջորդ անգամ։ Բա ինչի է այս ժամին եկել։ Չգիտեմ, մամ, իրերը հավաքել է ու եկել է, ու Հայկն էլ եկել է Սոնայի հետևից։ Հա, տենց մամ եկել է, որ Սոնային տանի։ Սպասի, ուր ես գնում։ Ինչ ես անում, Սաքո։ Եթե շորերը հավաքել եկել է, ուրեմն իմ տան անդամն է։ Սաքո, հանգստացի, հա։ Դու էլ աղջիկ ունես, նորմալ է։ Իրանց աղջիկն է բա, անհանգստանում են, չէ։ Գնա, ասա թող Սոնան գա։ Պապ, չէ, էլի խնդրում եմ։ Գնա, Նարե, գնա, ասա թող գա Սոնան։ Պապա, ես ոչ միտեղ չեմ գնալու։ Ինչի համար։ Մարդիկ եկե սպասում են, ընտանիքը սպասում է։ Պատասխան պիտի տանք, թե չէ։ Ավելի լավ է եկեք հիմա տուն գնանք։ Բարի գալուս Սոնա ջան։ Ես դու որտեղից ես գալիս։ Ռամ, երևի դուրս գանք։ Ինչի բան է եղել։ Հայկն է չեկավ, շատ խառնա։ Ոչ մեկին ոչ մի բան չի հետաքրքրում, մենակ Միքոնը գլուխ ջարդում։ Կներես, որ քեզ էլ մեր հարցերի մեջ խառնեցի։ Ոչինչ, ես ուրիշ մարդ չեմ։ Բոլոր մարդիկ նոր տարի են նշում, մենք ստեղ։ Հա ոչինչ, ես կմնամ քո հետ, կհասկանանք ինչ անենք, բայց լավ հեչ։ Չէ, ասա։ Կարողա դուրդ չգա ասածս։ Ոչինչ, ոչ մեկ չի մտածում իմ դուր գալու կամ չգալու մասին, դու էլ նեղություն մի քաշի։ Միքո, Սոնան հետ չի գալու։ Ինչքան էլ ձեր հարաբերությունների ու վերաբերմունքի շնորհիվ էլ փչացել է այդ ամեն ինչը։ Միևնույն է, ինքը սիրում Ավրամին, մնալու է այնտեղ։ Հասկանում ես։ Պիտի հասկանաս։ Իսկ հիմա երևի ճիշտ կլինի, որ ես գնամ։ Ես քեզ կճանապարհեմ։ Ես հեսա դուրս կգամ կխոսամ։ Տղե սպասի մի րոպե։ Անիտ մի խանգարի։ Ախր նոր բացատրեցի։ Իրանց երեխու համար են անհանգստանում, Ռամ ջան, դա նորմալ բան է։ Դու էլ քրոջդ համար կանհանգստանայիր։ Մի պահ պատկերացրու։ Ես Հայկի հետ կխոսեմ։ Մի րոպե Սոնա։ Քո խոսելը սխալ է, աղջիկ ջան։ Վրամ, Ես հետդ եմ գալիս։ խնդրում եմ, Ասեցի, ես հետդ եմ գալիս, Սոնա։ Ոչ մեկը դուրս չգաք։ Չեմ հասկանում այդ ոնց է եկել ցեն տվել, որ ոչ մեկ չի լսել։ Սակո հիմա էտա կարևոր։ Դրա ժամանակը չի։ Դու շատ ես սկսել միջամտել, գիտես։ Երևի զանգել է։
Հա, զանգել է։ Էս ժամին։ Հա, պապա ջանը, էս ժամին։ Իսկ ում զանգեր, եթե Սոնան անհասանելի էր։ Ու Սոնան եկել է էս ժամին։ Սոնայի գալը ինձ չի անհանգստացնում։ Ինձ անհանգստացնում է քո ու իր մտերմության չափը։ Պապ, երևի չի ուզեցել դուռը թակի, դրա համար զանգել է ինձ։ Ու չեմ հասկանում, ինչի ենք մենք հիմա այս թեման քննարկում։ Այդ ամենակարևորն է այս պահին։ Երևի ճիշտ ես ասում, ես հիմա ուրիշ տեղ պիտի լինեի։ Ափսոս, որ դրա հերը չի եկել։ Պապան աննախադեպ հնարավորություն ստացավ։ Սոնան եկավ ու Ադամյան Սաքոին տվեց այդ հնարավորությունը։ Ես մտածում եմ, որ Սոնան եկել է, որովհետև Մամա, եկել է լավ արել։ Ես Սոնայի դեմ ոչ մի բան չունեմ։ Հայկ, Հարի, առանձին գնանք խոսանք։ Ինքը առանձինց քո հետ խոսալու բան չունի։ Հարի Սոնա, Հայկ, ես եկել եմ, որ մնամ։ եկել ես որ մնաս։ Բայց չես մտածել հորդ մասին։ Մտածել եմ։ Մտածել ես ու որոշել ես, որ պիտի մնաս Սոնա։ Ամբողջ կյանքդ ինչ ուզել ունեցել ես։ Ինչ ուզել ես հերդ քո համար արել ա։ Ամբողջ կյանքը քո համար փոխել ա հերդ Սոնա։ Ու դու հիմա ասենց։ Դու ինձ չես հասկանում։ Դու բացատրի, ես կհասկանամ քեզ։ Տեսար, որ ստեղ է Հայկո։ Հիմա ֆռա հանգիստ գնա։ Ես քեզ հարց տվեցի։ Ներս եմ գնում Սոնա։ Դու հասկանում ես, որ այս մարդկանց մոտ հորդ արժեքը հավասարացնում ես զրոյի Սոնա։ Ինչ էլ որ եղած լինի, դու սենց բան պիտի չանես։ Ինչ ուզում ա եղած լինի, չունես ոչ մի բան չի էլ եղել։ Ինչ ես սենց անում։ Քո համար ես ամեն ինչ այդքան կարևոր ա, որ դու սենց պատրաստ ես սենց քայլանես, հա։ Հա, Սոնա, խոսա։ Դու մտածել ես հերդ ոնց է տնից դուրս գալու։ Մտածել ես հերդ ոնց է ապրելու ես քո արած քայլից հետո։ Մտածել ես ու ես հա մտածել ես ու ես որոշմանն ես եկել։ Խոսա Սոնա։ Մի քիչ շատ չերկարեց այս խոսակցությունը։ Որում խնդրում եմ, թողեք խոսենք։ Մի կողմ դնենք, որ կջնջի քեզ իրա կյանքից։ Մի կողմ դնենք, որ երեսիդ չի նայի Սոնա։ Ուշքի արի, Սոնա, ասում եմ ուշքի արի։ Գնում ենք հիմա ստեղից իրար հետ։ Դու հասկանում ես ինչ ես անում։ Հա? Հասկանում ես ինչ ես անում։ Քո սիրտը չի ցավում հորդ համար։ Դու հասկանում ես, որ տղամարդ է։ Դու հասկանում ես, որ ոչնչացնում ես հորդ այս քո մի հատ քայլով։
Հայկ, խնդրում եմ գնա։ Մենք հիմա գնում ենք ստեղից իրար հետ։ Արի հորդ հետ կխոսաս, հետո Չէ, այսինքն ինձ էլ ես սարքում 0 հա այս մարդկանց ներկայությամբ ինձ էլ ես հավասարացնում 0-ի Սոնա դու ամեն ինչ լավ գիտես ինչ ա եղել դու գիտես ինչ ա նշանակում իմ համար այս տուն մտնելը ու դու հիմա պտտվելու ես ու գնաս հա Սոնա խոսա պտտվելու ես ու գնաս ես էլ գլուխս կախ մնամ ստեղ կանգնած Սոն Մենակ ես Սոնան չեկավ Բարի լույս, վարի լույս։ ո՞նց ես։ Լավ, դու։ Լավ։ Չես քնել գիշերը։ Չէ, չկարողացա։ Տեսա որ ստեղես, ասեցի գամ միասին թեյ խմենք։ Շնորհակալ եմ։ Սոն, տխուր ես։ Չգիտեմ նարը, երկու էմոցիան ներսումս իրար ա խառնվել։ Համ շատ երջանիկ եմ, համ էլ տխուր եմ։
Ես չի ուզում, որ իմ երջանկության ճանապարհը այս տեսակ լիներ։ Հիմա երևի ինչ ասես մտածում եք, չէ իմ մասին։ Նարը ինչի ոչ մի բան չես ասում։ Ինձ թվում էր, որ գոնե դու ինձ կհասկանաս, որ երկուսս էլ նույն իրավիճակում ենք։ Իմ ներսում էլ է ամեն ինչ իրար խառնվել։ Ես էլ եմ շատ մտահոգվում։ Հա, ես տեսնում եմ, որ Վրամը երջանիկ է։ Քո կողքին շատ երջանիկ է։ Ու ես իմ աղբորը երբեք այսքան երջանիկ չեմ տեսել։ Հատկապես վերջին շրջանում։ Չգիտեմ այդ երջանկությունը լիարժեք է թե չէ։ Բայց երբ որ սկսում եմ հեռուն նայել, հասկանում եմ, որ ամեն ինչ ավելի վտանգավոր է դառնում։ Նարը այնպես չի, որ այս որոշմանը ես հեշտ եմ եկել։ Իմ համար էլ է շատ դժվար։ Ես այստեղ եմ ու հորս առաջ ինձ մեղավոր եմ զգում։ Եթե նույնիսկ մի պահ մոռանամ, թե ինչ ա եղել Հայկի ու քո ընտանիքի միջև, ես իմ հոր առաջ մեղավոր եմ։ Այս աշխարհում մամայիս ու աղբերներիս հետ եղածից հետո իմ պապան մենակ էր։ Մենակ ինձ ուներ։ Բայց հիմա ես իմ ոտքով իմ տնից դուրս եմ եկել։ Վրամը ասում է, որ մի օր պապաս ինձ կների, բայց Վրամը իմ պապային չի ճանաչում։ Ես գիտեմ, որ պապայիս համար ամեն ինչ եմ։ Ես գիտեմ, որ այս աշխարհում իմ պապան մենակ ինձ ունի։ Ու ինքը ամեն ինչ արել է, որ ես երջանիկ լինեմ, իր կյանքն ա փոխել։ Մենք իրար ունեինք։ Իրարով էինք ապրում, իրարով էինք ուրախանում։ Բայց ես հորս եմ թողել, որ ինձ չկորցնեմ։ Ու ես այդ որոշմանը հեշտ չեմ գնացել Նարե։ Ոչ մի աղջիկ չի երազում իր երջանկությունը գտնելու ճանապարհին իր ընտանիքը կորցնի, բայց ես ստիպված էի։ Ես քեզ չեմ մեղադրում։ Բայց չես էլ ասում, որ ճիշտ եմ արել։ Այսինքն ինձ էլ ես սարքում 0։ Հա? Այս մարդկանց ներկայությամբ ինձ էլ ես հավասարացնում 0-ի, Սոնա։ Դու ամեն ինչ լավ գիտես ինչ ա եղել։ Դու գիտես ինչ ա նշանակում իմ համար այս տուն մտնելը։ Ու դու հիմա պտտվելու ես ու գնաս։ Հա, Սոնա, խոսա։ Պտտվելու ես ու գնաս, ես էլ գլուխս կախ մնամ ստեղ կանգնած։ Սոն։ Ես վստահ եմ, որ պապաս ինձ չի ների։ Ինչքան էլ բարկությունից ու ցավից ներսից իրեն ուտի մեկա չի ների։ Կմտածի, որ ես էլ եմ մեռել։ Բայց ես այդ ամենը հասկանալով եմ եկել, որովհետև այդքան շատ եմ սիրում Վրամին։ Էլ չեմ խոսում Հայկի ու Միքոյի մասին։ Իրանք ինձ չեն հասկանա, հատկապես Միքոն կմտածի, որ ես դավաճան եմ։
Այնքան դժվար է անցալել, որ հարազատներդ քեզ չեն հասկանում, երբ ուզածդ հասարակ երջանկությունը։ Այդ քո ասած հասարակ երջանկությունը մեր համար մեծ ճոխություն է, որի իրավունքը մենք չունենք։ Այդ քո ասած հասարակ երջանկությունը մեզ այնքան ցավ են բերել ու դեռ շատ կբերի։ Լսում եմ։ Այդ հաստատ է։ Dobrus։ Լույսն էլ արդեն բացվեց։ Հա, ամբողջ գիշեր հետս լուսացրեցիր։ Մրսել ես, չէ՞։ Հա, բայց որ ասեմ բողոքում չէ։ Չգիտեմ այսօր բաց սրճարան կա թե չէ, գնային չայ խմելու։ Չէ, չկա։ Հիմա ինչ դուք Սոնայի հետ չեք խոսալու։ Դե եթե այդ տանը մնաս, չէ։ Հա, բայց ինքը ոչ մի սխալ բան չի արել։ Դե ասա դու ես էլի ոգևորել, որ թողը գնացել է։ Բայց ես ոչ մեկ հետ ոչ մի բան չեմ խոսացել բացի քեզանից։ Ու ինքը սխալ բան չի արել, իր սիրո համար է պայքարում։ Նորմալ է, ողջունելի է։ Հիմա դու որ ինչ որ մեկին սիրեիր, չէիր պայքարելու քո սիրո համար։ Ես թշնամուն հաստատ չէի սիրահարվի։ Մարդ չի ընտրում ում սիրահարվի։ Մարդ ամեն ինչը ինքն է ընտրում։ Ես երևի գնամ, որովհետև անկեղծ համ մրսում եմ, համ հոգնած եմ, համ էլ չեմ ուզում հետդ կռվեմ։ Սպասի։ Չէ, անկեղծ համ հոգնած եմ, համ մրսում եմ, շնորհակալություն, ցտեսություն։ Դու ճիշտ ես, ես քեզ շատ լավ եմ հասկանում։ Շատ դժվար բան է ընտրել սեփական երջանկությունը։ Գիտես, պապաս տոմս էր առել։ Ու հիմա արդեն մենք պետք է ինքնաթիռի մեջ լինեինք։ Ես այդպես վրամին ընդմիշտ էի կորցնելու։ Մտածում ես սխալ քայլ եմ արել։ Սոն, ես քեզ չեմ մեղադրում, ոչ էլ դրա իրավունք ունեմ, ոչ էլ մտածում եմ, որ դու սխալ քայլ ես արել։ Ուղղակի մենք երեք Հայկի հետ էինք։ Երբ որ Միքոն զանգեց ու ասեց ինչ ես արել։ Ես այնքան լարված եմ մերոնց արձագանքից, որ հեռախոսս անջատել եմ։ Գիտես, մի պահ ինձ թվում էր, որ ամեն դեպքում մենք կունենանք այդ ժամանակը երջանիկ լինելու։ Բայց երեկվա Հայկի արձագանքից հետո ես ուղղակի չգիտեմ էլ ինչ մտածեմ։ Գիտես, երբ որ հարցը վերաբերվում է մեզ, մեր սեփական երջանկությանը, մենք բոլորս գտնում ենք արդարացումներ ու բացատրություններ, որոնք իսկապես ճիշտ են։ Բայց երբ հերթը հասնում է դիմացինին, մենք երբեք չենք կարողանում հասկանալ այդ իրավիճակը։ Ու ես հիմա չգիտեմ ինչ սպասեմ պապայից հետ կամ Հայկից, որովհետև ես կարծում եմ, որ իրենք չեն ներելու պապային ու Վռամին։ Բայց պապատ ինչ է արել։ Սոն, այս թշնամանքը արդեն 10 տարվա պատմություն ունի։ Ինքը ոչ մի ձև չի հանգուցալցվում, որովհետև ինչ-որ կիսատ կետ կա։ Ու ես շատ վախենում եմ, որ այս 10 տարվա դրությունը ինչ-որ մի պահի պայթելու է ու շատ ավելի վատ է լինելու, քան 10 տարի առաջ էր։ Ու դրա համար շատ քիչ բան է պետք։ Նարե դու ուղիղ չես ասում, բայց ես հասկանում եմ, որ մեղադրում ես ինձ։ Չէ։ Հա, Նարե, հասկանում եմ, որ ասածիդ մեջ ճշմարտություն կա։
Բայց նաև ընկալում եմ, որ ինչքան էլ մերոնք բարկացած լինեն, քո ընտանիքի անդամների հանդեպ ոչ մի բան չեն անի, որովհետև առաջին հերթին կմտածեն իմ մասին։ Ինչի այդ պատմության այդ կողմից չես նայում։ Երանի ամեն ինչ այդքան պարզ լիներ։ Ինչը պարզ չի, ինչ կա, որ ես չգիտեմ։ Ես քեզ տենց բան չասեցի։ Դու սխալ ես մեկնաբանում։ Նարե, եթե դու իմ փոխարեն լինեիր, եթե քեզ արգել էին Հայկին տեսնել այն միջոցներով, ինչը իմ դեմ են կիրառել, այն տեսակ հսկողության տակ քեզ պահին, որ նույնիսկ չկարողանայիր Հայկի մասին մտածել, ու Հայկն էլ գար ասեր, միասին գնանք, ինչ կանեիր։ Չգիտեմ։ Ուրեմն դու Հայկին չես սիրում, նենց ոնց ես Վրամին եմ սիրում։ Սիրում եմ, շատ եմ սիրում։ Հնարավոր է ավելի շատ, քան դու։ Ինձ ճիշտ հասկացի, ես ուղղակի Երանի կտայի քո տեղում լինեի։ Երանի կտայի չլսեի ու չտեսնեի, թե այդ գյուղում ինչ է կատարվել 10 տարի առաջ։ Բայց ես այնքան վախեր ունեմ իմ ներսում, անցյալից եկած, ու այդ վախերը ինձ հանգիստ չեն տալիս։ Իրանք արդեն տագնապ են դարձել ու ամենտեղ գալիս են իմ հետ, որովհետև ես անընդհատ վախենում եմ կորցնելուց։ Ես շատ ուրախ եմ, որ դու ստեղ ես, այս քո տունն է։ Ես շատ ուրախ եմ, որ դու պայքարել ես քո երջանկության համար։ Ուղղակի ես չգիտեմ հետոն ինչ է լինելու։ Արդյոք ավելի լավ է լինելու, որովհետև այդ վախերը շատ ճնշող են։ Նոր էլ ավելի։ Ինչ եղել է 10 տարի առաջ, արդեն անցել է։ Եթե անցած չլիներ, ես այստեղ չէի լինի։ Մամատ ու պապատ ինձ չէին ընդունի, Վրամը իմ կողքին չէր լինի։ Իսկ դու Հայկի հետ չէիր լինի։ Ես չեմ հասկանում, ինչի այդ պատմությունից պոկ չեք գալիս։ Այդ ամենը արդեն անցել է ու վերջացել է։ Բայց հնարավոր է, որ նորից սկսվի։ Այսինքն, ինչը պետք է նորից սկսվի։ Սոն կներես ինձ, հա։ Ես քո դեմ ոչ մի բան չունեմ, իսկապես։ Ես ուղղակի խոսում եմ իմ ներքին վախերի մասին ու չպիտի ես ամեն ինչը քեզ ասեի։ Ես քեզ շատ սիրում եմ։ Ես շատ ուրախ եմ, որ դու Վրամի հետ ես։ Ես շատ ուրախ եմ, որ Վրամը երջանիկ է։ Չեմ ուզում սխալ հասկանաս ինձ։ Քուր, գոնե դու պատասխան, եղր շատ ունեմ կարիքդ։ Ավելի լավ է գնամ զանգելու փոխարեն։
Շատ ուրախ եմ, որ համաձայնվեցիք եւ եկաք։ Ուղղակի ինձ էլ է հետաքրքիր թե ով է այն մարդը, ով պարբերաբար իմ մասին տեղեկություններ է հավաքում։ Փաստորեն լուրերը շատ շուտ են տեղ հասնում, հա։ Ես էլ իմ աղբյուրներն ունեմ։ Ես գիտեմ դուք ով եք։ Ասում եմ, չէ՞։ Ես էլ իմ աղբյուրներն ունեմ։ Ինչ գործ ունես դու ստեղ նարը։ Հորքուր։ Հորքուր ես եմ։ Տարօրինակ։ Ես ընդհանրապես սովորություն չունեմ անծանոթ կանանց հետապնդել, բայց ձեզ գտնել իմ համար շատ կարևոր էր, նախ եւ առաջինը Հայկի եւ Միկոյի համար։ Ես ձեր պատմածներից ամեն ինչ հասկացա։ Բնականաբար իմ գալն էլ աննպատակ չի։ Մի քիչ ուշ, բայց ես եկել եմ, որ բոլոր իրերն իրենց անուններով կոչենք վերջապես։ Ոնց որ հասկացել եք, ես ձեր մասին շատ բան գիտեմ եւ միշտ իմացել եմ ձեր տեղը։ Բայց ինձ մի բան է հետաքրքրում, որը ես չեմ հասկանում։ Աշոտա, ուրա։ Եկեք իրար հետ պարզ խոսենք։ Ես գիտեմ, որ դուք երեխա ունեք։ Ու պարզ է, որ ձեր գալը մենակ արդարությունը հաստատելը չի։ Դուք ձեր հին հաշիվներ ունեք, բայց ինձ մի բան է հետաքրքրում։ Այդ երեխան Աշոտից է։ Ուզում եք պարզ, կխոսենք պարզ։ Ես կարող էի Աշոտից երեխա ունենալ, բայց այդ հնարավորությունը չեմ ունեցել, որովհետև գիտեք, ես զարմացած եմ։ Ոնց է ստացվել, որ դուք կարողացել եք ամեն ինչի մասին ինֆորմացիա հավաքել, բայց մինչև հիմա չգիտեք, թե Աշոտի հետ ինչ ա եղել։ Կամ էլ երևի ես եմ թշնամուս թերագնահատում։ Չեմ պատկերացնում, թե այդ ինչ պրոֆեսիոնալիզմով ա գործել, որ մինչև հիմա իր մասին ոչ ոք ոչինչ չգիտի։ Որ ասում եք թշնամի, ում նկատի ունեք։ Սաքոին, ձեր աղբորը։ Հա։ Ես մի թշնամի ունեմ, ու դա Սաքոնը։ Իր արածը ոչ ներում ունի, ոչ արդարացում։ Ինքը դրա համար Աստծուց պատժվել է։ Իր անմեղ երեխան է մահացել։ Բայց ես էլ վաղուց այն փոքր աստվածավախ երեխան չեմ։ Ու ինձ համար քիչ է այն պատիժը, որ ինքը կյանքից է ստացել։ Ես էլ իմ հաշիվներն ունեմ անձնական։ Մի հատ էլ հարցնեմ։ Աշոտա, ուրա։
մեռած է։ Ոնց։ 10 տարի առաջ ես մենակ եմ դուրս եկել իմ տնից, որովհետև 10 տարի առաջ Սաքոն Աշոտին սպանեց, բայց դրա մասին ոչ ոք ոչինչ չիմացավ։